ինչու է անշարժ գույքի ձեռքբերումը հանդիսանում իրավական ռիսկային գործարք։ Մարդիկ չեն պատկերացնում ինչ չափորոշիչներով կարողանալ հասկանալ, արդյոք այդ տվյալ անշարժ գույքը ռիսկային է ձեռք բերելը, թե կարող են օրինակ հանգիստ պայմանագիր կնքել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ցածր գին է առաջարկվում եւ մարդկանց համար այլևս մնացած հարցերը դառնում են անկարևոր։ Այն դեպքում, երբ չեն ուսումնասիրում կադաստրային գործը, չեն հետաքրքրվում, թե արդյոք կան այդ գույքում ժառանգներ, չեն հետաքրքրում, թե արդյոք դատական գործերի, դատական վեճի առարկա է այդ անշարժ գույքը։ Իրենք արդյոք ունեն իրավունքներ դիմելու պետական մարմիններին տվյալ համապատասխան ինֆորմացիան ստանալու համար։ Ցանկացած գործարքից առաջ ստանում են միասնական տեղեկանք, այսինքն դա փաստաթուղթ է, որը տրամադրում է անշարժ գույքի կադաստրը այն մասին, որ գույքը արգելանքի եւ կալանքի տակ չէ, որովհետեւ կարող է տվյալ պահին լինի գույքը ազատ արգելանքից, բայց գույքը լինի իրականում վեճի առարկա։ Իսկ երբ որ տեսնում են, որ կան որոշակի խնդիրներ, ինչ իրավական նորմեր կան, որի միջոցով այդ խնդիրները կարող է լուծվել։ Միշտ չէ ցավոք, որ այդ խնդիրները լուծումներ են ունենում։